Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Պատգամավորի թեկնածու գործարար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել, արգելվել է բացակայել Հայաստանից, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովից ասում են, դատախազությունն իրենց թույլտվությունը չի ստացել։ Ավելի քան 500 ընտրատեղամասերում մինչև ուրբաթ վերահաշվարկ է։ Անցողիկ 4%-ի սահմանագծին գտնվող Բարգավաճ Հայաստանի ձայներն այսօր արդեն ավելացել են։ Հայաստան դաշինքը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան, ուժեղ Հայաստանը դեռ սպասում է վերջնական արդյունքներին։ Այսօրվանից մեկնարկում են վարժական հավաքները։ Ռուսաստանից եկած քանի հայ է ներգրավել այդ հավաքներում։ Եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում։ Ռուսաստանից ընտրությունների համար եկած քաղաքացին մեղադրյալ է դարձել հարցազրույցից հետո, որտեղ ասում էր, թե շտապում է նույն օրը վերադառնալ բարդություններից խուսափելու համար։ Կարող է խառնվի վիճակը։ Վարչապետ Փաշինյանի հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է։ Եվ այսպես, ընտրություններից 2 օր անց, երբ գլխավոր ինտրիգը դարձել է Բարգավաճ Հայաստանի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանք առաջադրվեց այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրան արգելել են բացակայել երկրից, բայց Գագիկ Ծառուկյանը դեռ պատգամավորի թեկնածու է եւ դատախազությունը նախ պետք է հանձնաժողովի համաձայնությունը ստանար, ինչը տեղի չի ունեցել։ Ինչպես եւ ինչու դատախազությունը ԿԸՀ չի դիմել, դեռ պատասխան չկա։ Մինչ այդ Ազատությունը զրուցել է նրա փաստաբանի հետ, ով որոշ մանրամասներ է փոխանցել գործի մասին։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը թվագրված է այսօրվա ամսաթվով 09/06/24 թվականի ներողություն այսօր էլ ներկայացվել է պարոն Ծառուկյանին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը։ Պարոն Խաչատյան, իսկ որ չեն դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով համաձայնության համար, սա ինչպես դուք կմեկնաբանեք։ Բնականաբար այդ մասով առնվազն հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ակնհայտ ապօրին է, որովհետև ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներին համաձայն պարտավոր էին դիմել, սակայն մեզ որևէ կերպ երբևէ չեն կանչել, չեն հրավիրել կենտրոնական ընտրական հանձնաժողով նշված process-երին մասնակցելու համար, ամեն դեպքում հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ներկայացնելիս նաև այդ մասով որևէ տվյալ մեզ չեն ներկայացրել, մեզ հայտնի չի։ Այդ դեպքում ինչպես եք պատրաստվում վարվել, եթե ասում եք ապօրինի են գործել։ Ամեն դեպքում ունենք հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որը փաստակազմի տեսանկյունից անհիմն է, իսկ քրեական տեսանկյունից ապօրին է։ Հիմա մեզ ընձեռված բոլոր գործիքակազմերով, մեզ ընձեռված լիազորություններով ու իրավունքներով մենք մեր պաշտպանական մարտավարությունը կկառուցենք ու բացառապես օրինական եղանակներով փորձենք պաշտպանվել եւ մեղադրանքից եւ ապօրինի որոշումներից։ Բայց չբացահայտեմ, գործողությունները։ Գործը, որ հարուցվել է հարկերի թաքցնելու ինչ որ մեղադրանքա, ինչ հարկերի մասին է խոսքը, ինչ մանրամասներ կարող եք հիմա մեզ։ Տեսեք, հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը, հարկերի այդ մեղադրանքի փաստական տվյալները չեմ կարող հրապարակել, բայց համոզված կարող եմ պնդել, որ անհիմն մեղադրանք է, որովհետև պարոն Ծառուկյանը որևէ կազմակերպության իրեն պատկանող, որտեղ որ ինքը հիմնադիր է կամ բաժնեմաս ունի, որևէ կազմակերպության փաստացի ղեկավարմանը չի մասնակցում արդեն բավականին երկար տարիներ է եւ հետեւաբար եթե չի մասնակցում որևէ կազմակերպության ղեկավարմանը հարկերի թաքցնելու կամ հարկերից խուսափելու մեղադրանք ուղղակի նրա նկատմամբ չի կարող հարուցվել։ Պարոն Ծառուկյանը երբևէ այդ գործով հրավիրված չի եղել, բան այդ տեղեկատվությունը ունենք սուղ է։ Նախկինում ոչ հրավիրվել է, ոչ հարցակնվել է, ոչ որևէ process-ի մասնակցել։ Այսօր այդ ԶԼՄ-ներում ինչ-որ տանտեսակ, որ իբր թե պարոն Ծառուկյանը ուզեցել է երկիրը լքի, չվերադառնա, չեն թույլ տվել եւ այլն, էլի այդ մասով էլ կարճ արձանագրենք, որ
նախկինում եղած հրավեր ա եղել, երրորդյա այց պետք է ունենար։ Իսկ որ երկիր։ Արաբական Միացյալ Էմիրություններ, եթե չեմ սխալվում։ Սակայն հասնելով օդանավակայան, ցենց մի քիչ ճակերտների մեջ ասած անառողջ շարժ ա նկատել ու այս նմանատիպ շահարկումներից խուսափելու համար ոչ թե իրեն չեն թողել ինքը մեկնի։ Հասկանալով, տեսնելով այդ շարժը, որպեսզի նման շահարկումների տեղիք չտա, ինքն է չեղարկել իր։ Չէ, բայց բացակայելու արգելքի մասին հայտնեցին իրավապահները։ Բացակայելու արգելք մեղադրանքից հետո է լինում։ Անձամբ հենց այդ պայն արդեն այդ շարժը նկատելով, որպեսզի թույլ կարծիք չստեղծվի մարդկանց մոտ, էլ է չեղարկել իր այց։ Ես հետոն չգիտեմ, ամեն դեպքում պարոն Ծառուկյանը օդանավակայանից վերադարձել է իր բնակության հասցրել, նոր պարոն Ծառուկյանին ծանուցում է եկել, որ ձեզ հրավիրում են քննչական համապատասխան ստորաբաժանում։ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ էր նաև 2017 թվականին ընտրակաշարք բաժանելու գործով։ Նրա դեմ հետապնդումը հարուցվեց 2020 թվականին մի քանի օր անց նրա հայտնի ելույթից, երբ պահանջեց Փաշինյանի կառավարության փոփոխությունը։ 6 տարվա քննությունից հետո այս տարվա մարտին նա արդարացվեց։ 69-ամյա գործարարը անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով, որի քննությունը դեռ ընթանում է։ Ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը ընտրություններում անցողիկ 4%-ի սահմանագծին է, եւ չնայած նախնական արդյունքներով 0.4%-ի կամ մի քանի տասնյակ ձայների տարբերությամբ չի անցնում խորհրդարան, սակայն մինչև ընտրությունների վերջնական ամփոփումը վիճակը կարող է փոխվել, քանի որ 500 ընտրատեղամասերում վերահաշվարկ է։ Ոչ միայն ԲՀԿ-ն, այլև Հայաստանը, Ուժեղ Հայաստանն ու Միասնության թևերն են պահանջել նորից հաշվել քվեները։ Միայն այսօրվա վերահաշվարկից պարզվել է, որ ԲՀԿ-ի ձայները մի քանի տասնյակով ավելի են կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձանագրվածից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասում են տեխնիկական խնդրի հետևանքով ձայները չեն հաշվարկվել։ Միայն Կոտայքի մարզի 2 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները կավելանան 92-ով։ Վերահաշվարկը հաստատեց ԲՀԿ-ային պնդումը, որ արձանագրությունների համաձայն 27/7 ընտրատեղամասում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել է 77 ձայն, բայց ԿԸՀ-ն իր կայքում գրանցել է ընդամենը 1 ձայն։ 27/26 ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, բայց ԿԸՀ-ն արձանագրել է ընդամենը 3-ը։ 74 75 76 77 ինչքան արձանագրությունը 77 համապատասխանում է թիվը քվեաթերթիկների արձանագրության թվի հետ։ Ինչպես էր ստացվել, որ միայն 2 տեղամասում ԲՀԿ ձայները ԿԸՀ-ն 92-ով պակաս էր արձանագրել։ 27 ընտրատարածքային ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը վստահեցրեց, որևէ միտում չի եղել։ Ծրագրի գերծ ծանրաբեռնվածության պատճառով բոլոր թվերը 1 տողով տեղաշարժվել են։ Մուտքագրման ժամանակ կայքի գերծ ծանրաբեռնվածությունից ինքը կախում էր, անընդհատ կախում էր։ Մուտքագրելու առաջի տողը թռել է։ Մնացած տողերը մեկ վանդակով բարձրացել են վերև։ Մենակ մի կուսակցությանը չի։ Բոլորինը մեկ թվով շեղվել է։ Մեկ վանդակով շեղվել է առաջ։ Ստեղ բացարձակապես մեկում չկա, տեսեք բացատրեմ ձեզ։ Ուրեմն այս ռեֆորմիստների կուսակցության թիվը ստեղ 0 թռել է, ասենց տեսեք պետք է տեղաշարժվել, ես սլակով ցույց եմ տվել։ Այս 7-ը երկրորդ կուսակցության թիվն է, եկել է առաջ։ Այս 135-ը այս կուսակցության թիվն է։ Բոլորը շեղվել են, մի վանդակով գնացել առաջ այս տողը։ 1, 2 Առաջին անգամ նման բան տեղի ունեցել։ Ես առաջին անգամ ասելով ինչի նկատում եք։ Ես պատմությունից տեղյակ չեմ, ես առաջին անգամ եմ հանձնաժողովի նախագահ։ Պատմությունը չեմ կարող ասել, առաջին անգամը թե որի։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է 3.999% ձայն, այսինքն խորհրդարան անցնելու համար նրան պակասում է 0.004% ձայն։ ԲՀԿ-ականների հաշվարկներով խոսքն ընդամենը 60 պակասող ձայնի մասին է, ոչ ավելին քան 100-ը, մինչդեռ 4 ընտրատեղամասի անճշտությունները, եթե վերացվեն, որոնք կազմում են 120 ձայն, իրենց խորհրդարան անցնելու հարցը կլուծվի։
ԿԸՀ-ից խոստանում են ուղղել այն ճշտությունները։ Թվերը կամրագրվեն արդեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում եւ կարտացոլվեն Կիրակի օրը, երբ հրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ-ից շեշտում են, միայն վերջնական արդյունքների հրապարակումից հետո պարզ կլինի ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվելը էական նշանակություն ունի թե իշխող ուժի եւ թե ընդդիմության համար։ Եթե Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ու Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի հետ միասին խորհրդարան անցնի նաեւ ԲՀԿ-ն, ապա մեծամասնություն ստացած ԿՊ-ն ազգային ժողովում չի ունենա 3/5, ինչն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ ընդունելու եւ մի շարք կարեւորագույն պաշտոնների, օրինակ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, ՍԴ դատավորի ընտրության համար։ Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով է, որ ուժեղ Հայաստանը իր հետագա քայլերի մասին հայտարարելուց առաջ սպասում է վերահաշվարկի արդյունքներին եւ ԲՀԿ ճակատագրին։ Գնում է ձայների վերահաշվարկ։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել դեմ կանգնելու ապօրինություններին, հիմնականում դատախազության հետ կապված։ Իդեպ վերահաշվարկի դիմումները ներկայացրել ոչ միայն ԲՀԿ-ն, այլև Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն ու Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը։ ԲՀԿ-ի օրինակով Հայաստանի դեպքում էլ տեղամասի արձանագրությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալների միջև կան անհամապատասխանություններ։ Ընդ որում նույն խնդրի առջև է կանգնել նաև մեծամասնություն ստացած իշխող ԿՊ-ն։ Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նույն 27/26 տեղամասում ԿՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը, ԿՊ-ի ձայներն էլ գնացել են դոկին։ Այսինքն կեղծել եք դուք։ Հիմա ասենք Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, նույն համակարգի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես։ Սա համար պետք է գլխով պատասխան տաք բոլորդ հանձնաժողովը բանը մարզային հանձնաժողովներից մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ու անձամբ դու Նիկոլ անձամբ դու փաստը ձեռիս հեսա ցույց եմ տալիս տեսեք դուք սովորական տարական ասենք բան պուճուր ընտրակեղծարարներ Աղաղակող անճշտությունների մասին այսօր բարձրաձայնում էր նաև շուրջ 7000 ձայն ստացած ու խորհրդարանից դուրս մնացած լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանը, պնդելով իրենց ձայները միտումնավոր են կեղծվել։ Հազար անգամ ասել են, չէ, ես ընտրությունները կեղծեմ, թևս կկտրեմ, չգիտեմ ինչ կանեմ, ոտս կջարդեմ, բան ինչ ասես ասելա։ Փաստ Այս 0 ձայն մուտքագրելը քրեորեն հետապնդելի արագ արձանագրություն է կեղծվել։ Իշխանությունը մինչդեռ հերքում է միտումնավոր կեղծիքների մասին պնդումները, շեշտելով, որ խնդիրները զուտ տեխնիկական են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքի համաձայն վերահաշվարկը կավարտի ուրբաթ օրը ժամը 12-ին, իսկ Կիրակի արդեն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։ Հայաստան դաշինքը վերահաշվարկ պահանջելուց բացի դիմելու է նաև սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ ասում են ընտրություններն անցել են ճնշումներով։ Ուժեղ Հայաստան դաշինքը դեռ հետագա անելիքների մասին ոչինչ չի ասում, սպասելու են ընտրությունների վերջնական արդյունքներին։ Ընդդիմության սահմանադրական դատարան դիմելու հեռանկարին իշխող քաղաքացիական պայմանագրի պատգամավորը հեգնանքով է արձագանքել։ Խորհրդարան անցած Հայաստան դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի սահմանադրական դատարանում։ Դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասաց մյուս ընդդիմադիրների հետ միասնական փաթեթով թե առանձին կդիմեն, դեռ չեն քննարկել։ Ընդդիմության հիմնավորումը ո՞րն է։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Ակնհայտ իշխանությունը իր վարչական պետական ռեսուրսներով նաեւ անօրինական, հակաօրինական, երբեմն հակապետական, երբեմն սահմանադրական կարգ տապալելու ճանապարհով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտել է եւ կիրառել բազմաթիվ սահմանափակումներ։ Սահմանադրական դատարան ընտրությանը մասնակցած ուժերը կարող են դիմել հաջորդ ուրբաթ։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո, որն այս կիրակի կհրապարակվի։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով խորհրդարան անցած ամենամեծ ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը սահմանադրական դատարան դիմելու վերջնական որոշում դեռ չունի։ Պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը ազատությանը փոխանցեց, հիմա վերահաշվարկի վրա են կենտրոնացած։ Ուժեղ Հայաստանը պիտի դիմի սահմանադրական դատարան։ Բարձր դատարանի քննարկումներին քաղաքացիական պայմանագրում անհամբերությամբ են սպասում։ Ճնշումների ու վարչական ռեսուրսի մեղադրանքները հերքող ազատ ու թափանցիկ ընտրությունների մասին հայտարարող իշխանության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը այսօր հեգնում էր, թե լուրջ հիմնավորումներ ընդդիմադիրները չեն կարող բերել։ Արամ Վարդևանյանը ինքը պիտի գրի այդ դիմումը ու իմ կարծիքով այնտեղ պետք է նշի հետևյալը։ Քանի որ ԿՊ-ի վստահված անձանցից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվել ԿՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզ կրծքանշանով, իրենց տասովշիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է անդրատեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը եւ նա չի քվեարկել ըստ տասովշիկի տված ցուցման։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Աշխատանքի վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդդիմությանը կրկին մեղադրեց հակաօրինական քայլերի մեջ։ Շնորհակալություն հայտնելով ուժայիններին եւ իրավապահներին, դատախազությանը, քննչական ու հակակոռուպցիոն կոմիտեներին, ԱԱԾ-ին եւ ներքին գործերի նախարարությանը ընտրակաշառքի եւ ընտրողների վրա ապօրինի ճնշումների դեմ պայքարի համար։ Մեզ ծանոթ process-ները 180 աստիճան շրջվել են, երբ որ կառավարող կուսակցությունը եւ կառավարությունը ընտրությունների արդար եւ ազատ անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք ունի հիմնականում ընտրությունների արդյունքները կեղծելը եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը։ 9-րդ գումարման խորհրդարանում մեծամասնության ձգտող, բայց ըստ ԿԸՀ նախնական գնահատականի այդ արդյունքը չգրանցած ընդդիմադիրները չեն թաքցնում, իշխանությանը հեռացնելու տարբերակներ են քննարկում։ Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Facebook-ում տարածած կարճ տեսանյութում իշխանափոխության երկու տարբերակից էր խոսում։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանին 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։ Սահմանադրությամբ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո։ Հայաստան դաշինքից իշխան Սաղաթելյանը պնդեց, պայքարը շարունակելու են, աչքի տակ ունենալով նաև փողոց դուրս գալը։ Ներսում դիմադրություն պահելու կազմակերպելը անհրաժեշտություն է։ Հիմա դա ինչ ճանապարհով կլինի, երբ կլինի, ինչ ձևաչափով, սա արդեն ժամանակը եւ ընթացքը ցույց կտա։ Իսկ մանդատներ վերցնել չվերցնելու հարցը Սաղաթելյանի խոսքով կորոշեն վերահաշվարկից եւ սահմանադրական դատարանում արդյունքների վիճարկման գործընթացից հետո։ Կարևորում էր, որ ընդդիմությունն այս հարցում միասնական լինի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Այսօրվանից մեկնարկում են վարժական հավաքները։ Ռուսաստանից եկած քանի հայ է ներգրավել այդ հավաքներում։ Եկել ենք կրկնենք 207-ին հետ ենք վերադառնում։ Ռուսաստանից ընտրությունների համար եկած քաղաքացին մեղադրյալ է դարձել հարցազրույցից հետո, որտեղ ասում էր, թե շտապում է նույն օրը վերադառնալ բարդություններից խուսափելու համար։ Կարող է խառնվի վիճակը։ Վարչապետ Փաշինյանի հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության եւ կարգավորման ուղղությամբ, իսկ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը եւ բարգավաճմանը։
Թե ինչ համարձակ քայլեր նկատի ունեն Անկարայում, արդյոք դա սահմանադրության փոփոխությունն է, որ Երևանից պահանջում է Բաքուն, հայտարարությունից պարզ չի դառնում։ Արտգործնախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթելու առիթով տարբեր երկրներից շարունակում է շնորհավորանքներ ստանալ, թեև պաշտոնական արդյունքները դեռ ամփոփված չեն։ Կանադայի վարչապետն է շնորհավորել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի եւ Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում։ Փաշինյանին այսօր շնորհավորական ուղերձ են հղել նաև Ռումինիայի նախագահը եւ Խորվաթիայի վարչապետը։ Իսկ Ռուսաստանը դեռ լուռ է։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ գերադասում են սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական եզրակացությունների։ Ընտրությունների օրը Ռուսաստանից եկած քաղաքացին, որ հարցազրույցում ասել էր, թե նույն օրը երեկոյան վերադառնալու է հնարավոր բարդություններից խուսափելու համար, հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում։ Նա ձերբակալվել է հենց օդանավակայանում վերադարձին եւ պարտավոր է Հայաստանում մնալ անորոշ ժամանակով։ Իրավապաշտպանը խոսքի ազատության սահմանափակում է որակում այս քրեական գործը։ Եկել ենք ընտրենք երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում։ Նույն օրը։ Անպայման։ Որ կարող է խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք չմնանք էլի բարդություններին։ Մեղադրանքը հետևյալի շուրջ է։ Մեղադրանքը գտնում եմ, որ անհիմն է, անհետ է ամբողջությամբ, այսինքն ստացվում է, որ անձին այս դեպքում մեղադրանքի առաջադրել իր մտավախության համար, որ վերջինս մտավախություններ զուտ հայտնել, որ հնարավոր է, երևի թե վաղը այնպիսի իրավիճակ լինի, խառը լինեն, օրինակ մենք չկարողանանք երկրից մեկնել, զուտ իր մտահոգության համար էր։ Ռուսաստանից էր եկել, ունի այստեղ բնակության վայր, ուղղակի չգիտեմ, եթե վարդն իրականացնող մարմինի ինչ կերպ պիտի հիմնավորի այս մեղադրանքը։ Ամբողջությամբ անհիմն է, գտնում եմ, որ ձերբակալումը ևս ապօրինի է, քանի որ այս դեպքում նախատեսված սանկցիան, նախատեսված սանկցիան անգամ ազատազրկում չի նախատեսում, կարճաժամկետ ազատազրկում է նախատեսում, հետևաբար նաև այս դեպքում անձին ձերբակալելը, անձի ազատության իրավունքը սահմանափակելը, թեկուզ որոշակի ժամանակահատվածով կրկին գտնում եմ, որ անթույլատրելի էր։ Այո, հնարավոր է, որ բառապաշարը, ընտրված արտահայտությունները որոշ մարդկանց համար վիրավորական լինեին ընդհանուր առմամբ, բայց ռուսական մակարդակում։ Ըստ էության, իմ կարծիքով հանցակազմի տարեր առկա չեն, երևույթ առկա չէ, եւ ես ընկալում եմ այդ արտահայտությունը որպես մտավախություն հնարավոր զարգացումների առումով, հաշվի առնելով Հայաստանում նախկինում էլ համապատասխան լարվածություն որոշ դեպքերում ընտրություններից հետո, որը մարդ արտահայտել է։ Երբ որ մենք արդեն խոսքի արտահայտման պարագայում ընդ որում, երբ խոսքը չի խախտում որևէ օրենսդրական արգելք, կիրառում ենք անհամաչափ պատասխան, այսինքն այս դեպքում քրեական գործիքակազմ, ես կարծում եմ, որ սա պատժիչ բնույթ ունի, ոչ թե իրավաչափ օրինական նպատակ հետապնդող, ինչու, որովհետև իրականում նման քայլը հետևել է բավականին լայն հանրային հուսական արձագանքի եւ կարծես թե ավելի շուտ ի պատասխան դրան է արվել, քան ըստ էության ռիսկերի գնահատման արդյունքում։ Քարոզարշավի ընթացքում ստացվող տեղեկություններին, թե ընդդիմադիր ուժեղ Հայաստանը Ռուսաստանից ընտրողների է բերում, որ իր օգտին քվեարկեն, իշխող ուժից սկսեցին նաև արձագանքել, որ նրանց պետք է ռազմական հավաքների տանել։ Անգամ ռազմական ոստիկանությունից հերթապահություն էր իրականացվում օդանավակայանում։ Այսօրվանից մեկնարկել են զինվորական այդ հավաքները եւ տեսնենք, թե քանի Ռուսաստանաբնակ Հայաստանի քաղաքացի է դրանց կանչվել։ Այսօրվանից մեկնարկում են վարժական հավաքները մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Ռուսաստանից եկած քանի հայ է ներգրավվել այդ հավաքներում։ Այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարծում է Հայաստանի քաղաքացի չի կարող համարվել այն հայը, որ դրսից Հայաստան է եկել միայն մի միջոցառման, այս դեպքում ընտրություններին մասնակցելու համար։ Ինքը ճիշտ չի անում, այդ անձը ճիշտ չի անում։ Խորհրդարանում քննարկման եկած Էդվարդ Ասրյանին լրագրողները 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու պատրաստակամության մասին չեն հարցնում, այլ այն մասին, թե ինչու են իշխանական դեմքերը հայրենիքին ծառայելը որպես պատժատեսակ դիտարկում։ Այդպիսի բան չկա, բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի էլ լինելու։
դա վստահ եղեք։ Քվեարկության օրվանից առաջ ռազմական ոստիկանության աշխատակիցները ծանոթագրեր էին տալիս ինքնաթիռից իջած տղամարդկանց, պնդում էր իշխանության լրատվամիջոցը CVKM-ը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ուղիղ ասում էր, ընտրակաշառքով քվեարկելու եկածները կներգրավվեն վարժական հավաքներում։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել, արդյոք պետք է այդ մարդիկ ներգրավեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ այո, պետք է ներգրավվեն։ Պարզ չէ, եթե մարդը քրեական հանցագործ է, ինչու են նրան ոչ թե բանտ, այլ վարժական հավաքի ուղարկում։ Ընդդիմությունը պարբերաբար է ահազանգում, որ վարժական հավաքի սպառնալիքն օգտագործվում է նաև ընդդիմախոսների նկատմամբ։ Համաձայն չէ գլխավոր շտաբի պետը։ Ասեմ ձեզ, որ դա ճիշտ չէ կար։ Հայաստանում բոլորը պարտավոր են հավաքի գնալ, ազդարարում է Էդվարդ Ասրյանը, բայց չի մեկնաբանում, թե ինչու են այդ մարդկանց հիշում ընտրության նախօրեին կամ իշխանության համար որևէ անհաճո միջադեպից հետո։ Բարով գան, իրենք իրենց 25 օրը կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ կգնան։ Դեռևս 4 տարի առաջ էր ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման դրել անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկելու առաջարկը, եւ այդ ենթադրյալ անօրեններին հավաքի ուղարկելու Քոչարյանի առաջարկը իրավապահներն ընդունեցին մեծ պատրաստակամությամբ, որոշեցին ցուցակներ տալ։ Սա ինձ համար ընդհանրապես պատժիչ ինչ-որ բան չէ, քանի որ ես երբ 18 տարեկան եմ եղել, ժամանակին անցել եմ պարտադիր զինվորական ծառայություն 2 տարով եւ հիմա էլ սա ինձ համար պատժիչ ինչ-որ բան չէ, հակառակը իմ համար հպարտություն է։ Նյուզեեմի լրագրող Նարեկ Խաչատրյանի ձեռքում թարմ ծանուցագիրն է այսօր առավոտյան է ստացել զինկոմիսարիատից։ Այս ամսի 23-ից կգնա 25-օրյա վարժական հավաքի։ Արցախում ծառայած լրագրողը պատրաստակամ է մեկնել հավաքի, բայց հարցեր ունի։ Ինչպես ստացվեց, որ Սոտքի տեղամասում զինվորների քվեարկության ընթացքում խախտումներ արձանագրելուց ժամեր անց իրեն կանչեցին։ Այստեղ տեղամասի փակումից րոպեներ առաջ բազմաթիվ զինվորներ էին ու քաղաքացիական անձինք առանց կարգավիճակի։ Ես լուսաբանել եմ այն, ինչ որ տեսել եմ եւ հատուկ ուզում եմ նշել, որ որևէ զինծառայողի, որևէ սպայի, որևէ ռազմական ոստիկանության աշխատակցի չեմ մոտեցել, հարցեր չեմ ուղղել։ Այս խախտումը կարձանագրեք էլի, որ առանց բեյջի կանգնած եմ, այս ինչքան ժամանակ է։ Ֆիքսենք, որ ոստիկանություն էլ չկա, մենակ քաղաքացիական հագուստով անձինք են զորքի կողքը կանգնած։ Նարեկին այստեղ բացատրում են տեղամասի տարածքում չեն այդ քաղաքացիական անձինք, թեպետ կադրերում նրանց տեսնում ենք հենց տեղամասում։ Նույն օրը Պաշտպանության նախարարությունից այդ տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց Պաշտպանության նախարարությունից զանգահարում են մեր խմբագրություն եւ հայտնում, որ ինչ որ սպա զանգահարել է իրենց եւ հայտնել, որ Նյուզեեմի լրագրողը խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը, ինչը no comment, քանի որ եթե նման խնդիր կար, կենտրոնական ընտրական հանձնաժողով գոյություն ունի, ի վերջո ոստիկանություն գոյություն ունի եւ կարող են նրանք այդ ամենը արձանագրել, այլ ոչ թե Պաշտպանության նախարարությունը, քանի որ ելի եմ կրկնում, որևէ զինծառայողի չեմ մոտեցել, որևէ մեկին հարցեր չեմ ուղղել։ Ընտրությունների հենց հաջորդ օրը առավոտյան ստացել է զինկոմիսարիատի զանգը, այսօր արդեն ծանուցագիրն են տվել։ Ընդ որում աշխատակիցը ենթադրաբար վերջին օրերի կրկնվող հարցն է տվել։ Զինկոմիսարիատում հարցում են, ձեզ զանգով են կանչել, ասում են այո, ասում են Ռուսաստանից եկած եք, ասում են ոչ։ Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին։ Նարեկ Խաչատրյանը քաղաքացիական պայմանագրի քարոզարշավն էր լուսաբանում։ Նա էր զրուցել դասերը կրճատած ու ամբողջ կազմով Փաշինյանի հետ հանդիպման գնացած ուսուցիչների հետ։ Ըստ լրատվամիջոցի այդ պահից է նա հայտնվել իշխանությունների տեսադաշտում ու Սոտքի նկարահանմանը հաջորդած ծանուցագիրը պատահական չէ։ Նարեկը 2 շաբաթից կմեկնի վարժական հավաքի, ասաց ոչ թե պատիժը կրողի տրամադրությամբ, այլ սիրով։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այսօր հաստատել է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զինծառայողները ամրաշինական աշխատանքներ են անում, բայց նաև հույս է հայտնել, որ սահմանազատման միջոցով այդ հարցը կլուծվի։ Ասրյան, իսկ ադրբեջանական զորքը ի վերջո ջերմուկի դիրքերում շատ ամրապնդվեց այս տարիների ընթացքում։ Ամրաշինական աշխատանքների մասին ընդդիմադիրներն էին մշտապես ահազանգում, որ բացի դիրքերից այնտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են պատրաստվել եւ կառուցվել։ Շատ են ամրապնդվել, այսինքն այդ ամրաշինական աշխատանքները իսկապես շատ են իրականացվել։ Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի։ Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական
զորքերի զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգ ենք։ Ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով։ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև, ինչու եմ ասել, ես եմ ասել, ես չեմ զլանում, դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու, ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ, իսկ այժմ Այսինքն դուք ասում եք մենք ահազանգում ենք այդ ամրաշինական աշխատանքները, շատ է, այսինքն ենթակառուցվածքները իսկապես շատ են ինժեներական եւ այլն իրականացվում այդ տարածքներում։ Քանակական ես չեմ կարող ասել ինչքան է, դա ճիշտ ասած, դա ես չեմ կարող ասել։ Պատկերը մտահոգիչ է։ Ու պատկերը այն է, որ իրենք գտնվում են, մտահոգիչ այն է, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ բազմիցս անգամ լսել եք, ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Ամրաշինական են աշխատանքները, որ իրականացնում են, պարոն Ասրյան, արդյոք չի խոսում այն մասին, որ դա հետ գնալու անգամ սահմանազատման process-ում հետ գնալու ահազանգ։ Դա ոչ ճիշտ գնահատական չէ, որովհետև եթե նաև անցած ոչ միայն մեր փորձը, այլ համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ դրվագներ կան, որ այո, տարածքից դուրս են գալիս եւ գնում։ Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած վարչապետի կողմից կոշտ արձագանքի արժանացած ապա կալանավորված արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանը 22-րդ օրն է արդեն հացադուլի մեջ է։ Ասում է կդադարեցնի, եթե Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրեն վիրավորելու եւ փախած անվանելու համար։ Օսիպյանի կալանքը փոխելու հարցով տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ կան։ Օրինակ Գեղամ Օհանյանը արդեն 8 օր է նախագահական նստավայրի մոտ նստածույց է անում։ Մի քանի հարց ունեմ տալու։ Վարչապետ Փաշինյանի հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանը արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է։ Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց ժամեր անց։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը հրաժարվում է մանրամասներ հաղորդել նրա առողջական վիճակի վերաբերյալ, պատճառաբանելով բժշկական գաղտնիքը։ Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը չշրջանցելով այդ գաղտնիքը, այդուհանդերձ որոշ մանրամասներ փոխանցեց։ Շատ հյուծված վիճակում է, քաշի ես գալի կորուստ ունի, կոնկրետ ավելի քանի որ բժշկական տվյալները գաղտնի են լինում, չեմ կարող տեղեկացնել։ Օսիպյանը քարոզարշավի ընթացքում թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։ Ի վերջո, սակայն բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստը ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում։ Վարչապետը անգամ կշտամբեց Օսիպյանին, թե ինչու չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում։ Արթուր Օսիպյանն է։ Այս դրվագից ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Վարչապետի թիմակիցներն էլ զուգահեռ սկսեցին պնդել, թե Օսիպյանի ձերբակալության հիմքում ոչ թե վարչապետին ուղակի հարցեր տալն է եղել, այլ նրա նախապես արած սպառնալից գրառումը եւ բռնության կոչերը։ Ես գործին տեղյակ չեմ, բայց ես գիտեմ, որ այդ դրվագը բացարձակապես կապ չունի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ 3 լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել։ Այդ դրվագով չի, ասում եմ, չէ, որտեղ այդ դրվագում չկա հանցագործություն եւ չէր կարող այդ մարդը այդ դրվագի համար ձերբակալվել։ Այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար։ Օսիպյանի փաստաբանը մինչդեռ հարց է բարձրացնում։ Վարչապետի հետ բանավեճի ընթացքում ձերբակալվում է, հետո ասում են, երկու ամիս առաջ Facebook-ում ցես մի բան ա գրել, բայց երկու ամիս առաջ որ գրել է, ժամանակ իրավաբանները ուր է, ինչու միջոց չեն ձեռնարկել, սպասել են վարչապետի հետ բանավիճի հետ պահին, ուղղակի վարչապետը մի բան ասում է, մնացած նախարարները եւ թիմը հետերից կրկնում է ալի։ Նուբարաշանի բանտում պահվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն փախած է անվանել եւ վիրավորել։ Վարչապետն արդեն ասել է, ոչ մի ներողություն էլ չի խնդրելու։ Այստեղ մենք արդար պահանջով ենք
ու հղում ենք անում այն պայմանավորվածությանը, որի անունը սահմանադրություն է։ Ու այդ հարաբերումը խախտվել է։ Հերիք չի խախտվել է, մի հատ է խախտվել է առաջի դեմքի կողմից։ Արթուր Օսիպյանի ազատության համար արդեն 8 օր նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում Գեղամ Օհանյանը։ Երիտասարդ այս տղամարդը մոտ մի շաբաթ առաջ էլ հարցում էր ուղարկել նախագահ Խաչատուրյանին, թե պատրաստվում է դիմել գլխավոր դատախազին։ Պատմում էր, պատուհանից գուցե տեսնում է, բայց չի արձագանքում։ Ես չգիտեմ, ինքը հիմա պատուհանից երբեմն նայում է, տեսնում է, որ այստեղ տասնյակ հարյուրավոր մարդիկ երեկոյան ժամի հավաքվում են ու խնդիր ունեն, հանրային խնդիր ունեն, որը իր պահպանման ներքո է, սահմանադրությունը խախտվել։ Անտանելի է։ Այսօր էլ Օհանյանը Facebook-ում է գրառում արել, ընդգծելով ատելության խոսք, հոգեբանական ճնշում, վարչական ռեսուրսի չարաշահում, ցինիզմ ու մանիպուլյացիա։ Այս ամենի կողքով մարդը չպետք է անտարբեր անցնի։ Շատ խոշոր քայլով անկում ենք ապրելու, եթե մարսեցինք այս process-ը, պատժողը այս պահին կարա լինի միայն ժողովուրդը։ Այսօր մի խումբ հանրային գործիչներ Facebook-յան գրառումներ արեցին, որ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել, ընդգծելով, որ արցախցի տղամարդուն ազատ արձակման դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։ Ավելի վաղ էր հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի էին որակել, պնդելով, որ դա քաղաքական է։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից, հաջողություն։